կարաս բացատրես, ինչու հոգևորականը չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Ես կարող եմ շատ լուրջ աստվածաբանական տասնյակ փաստարկներ բերել, թե ինչու հոգևորականը ունի պարտավորություն զբաղվելու հասարակական ու քաղաքական հնչեղություն ունեցող հազարավոր հարցերով, լինեն դրանք սոցիալական, անվտանգային, առողջապահական, կրթական, առաջին հիվանդանոցները, առաջին աղքատանոցները, աղքատախնամությամբ զբաղվող, այսինքն սոցիալական լուրջ գործունեություն մեր հայրապետներն են սկսել, զարգացրել, հասցրել մեր օրեր, ժամերով կարելի է խոսել եւ իրապես շատ խոսվել է, թե ինչու հոգևորականը պետք է պարտավորություն ունի դա անելու եւ Քրիստոս ինքը դա անում էր։ Հիշում եք ավետարանում եկան ասին ժողովուրդը սոված է։ Դե թող ասեր, մենք չենք զբաղվում այդպիսի հարցերով։ Թող գնան խանութից հաց առնեն ուտեն։ Ես այդտեղ հոգևոր խոսք եմ խոսում։ Ինձ ինչ որ ժողովուրդը սոված է, չասեց, չէ՞ այդպես։ Իրենը չէ համարեց այդ ժողովրդի սովի խնդիրը։ Հացը բազմացրեց, ձուկը բազմացրեց, ժողովրդին կերակրեց։ Իրենը համարեց այդ խնդիրը։ Դա տնտեսական խնդիր է, եթե մենք այսօր խոսենք արդյունաբերությունից ու տնտեսությունից ու բերենք քրիստոնեական տնտեսության, քրիստոնեական բիզնեսմենի օրինակ ինչպիսին լինել է, ինչ արժեհամակարգ ունենալ է, խոսենք այդ թեմաներից, օրինակ քրիստոնեություն եւ բիզնես, քրիստոնեություն եւ տնտեսություն, քրիստոնեություն եւ արդյունաբերություն, հայեցակարգեր ստեղծենք առողջապահության մասին, կրթության մասին, մշակույթի, սպորտի մասին հայեցակարգ, քրիստոնեական։ Դեռ լուրջ կոմպոնենտ կա։ Չէ, դուք մի զբաղվեք դրա։ Հավքի տնչիա կարմիր։ Ինչիա կարմիր, լավ պատմի մանանք վերջի, ինչիա կարմիր։ Սկզբունքորեն չեմ պատմելու։ Սկզբունքորեն։ Արդեն այնքան ասեցին ինձ էլ հետաքրքիր պատմի։ Դուք պատմես Բեգոյանն եկեք այո պատմի։ Հենց այդ է հարցը, որ ինչ որ շերտ կա, որ ուզում է մեզ տեսնել այդ դիրքերում։ Անդադար այդպես ինչ որ ու ես մի հարցազրույցում, հենց այստեղ իդեպ Ռուբենի հետ Մելիքյան, որ խոսում էինք ու հենց այս տաղավարում իմնեմնի մի ժամանակ ես առաջին անգամ ասեցի, որ մեզ ուզում են տեսնել մեռել թաղողի դերում։ Այո։ Իրենք սպանեն, մենք թաղենք։ Այո։ Իրանց գործը սպանելն է, մեր գործը թաղելն է։ Սա Սրբազանն էլ է մի անգամ ասել, Բագրատ Սրբազանն էլ է մի անգամ ասել։ Ես հիշում եմ այդ միտքը, ինքը շատ իրականում շատ խորը ու ծանր միտք է, որ հոգևորականին դիտարկում են մենակ իրենց սխալների եւ այո, հանցագործությունների արդյունքում զոհ գնացած մարդկանց թաղման արարողություն կազմակերպող։ Եվ ինչ որ ատրիբուտիկայի նման, այդպես ավանդական, որ գա մեր կողքը կանգնի, կուզենք խոսի մի հատ հետո կենաց կասի կգնա, այսինքն որևէ պարզ է, որ իրենք հոգևորականի կարիք իրենց կյանքում երբևէ չեն ունեցել, չունեն ու հավանաբար կունենան միայն։ Լսի, ինձ գիտես միշտ որ հարցն է հուզում։ Ղալումյանը, որ ասում է Նիկոլենց քավորն է, ինչի քավորն է ինքը վերջը։ Եթե եկեղեցով ամուսնացած չեն, գուցե մկրտության, չգիտեմ։ Ղալումյանը ո՞նց կարա մկրտության քավորը լինի իրանց։ Իրանց։ Հա, ասում է Նիկոլենց քավորն է, ուզում հասկանալ։ Ճիշտն ասած, իրենց ընդհանրապես իրենք իմ հետաքրքրությունների Չէ, պրոստը որ տավուշից է, այսպես կարող է իմանալ։ Չբացարձակ ու այստեղ նաև այն հարցը, որ հա չէ, իհարկե այդ իրոք անհասկանալի է, բայց այդ ամեն ինչն է անհասկանալի, էլի, թեկուզ էս վերջին իրենց իրավիճակը։ Որտեվ պսակադրված, եթե չեն։ Ինձ համար օրինակ ուրիշ բան է անհասկանալի։ Ինձ համար անհասկանալի օրինակ իրենք որ 6 ամիս է իմ անձնական կյանքն են, թե հանրային, թե մեկնաբանություններով, թե fake էջերով անդադար քննարկում։ Այնքան հետաքրքիր է, որ իմ անձնական կյանքով զբաղվող, քո անձնական կյանքով զբաղվող, սրբազանների անձնական կյանքը ամենակռեհիկ ու զզվելի ձևով հանրայնացնող ու fake լուրերով բամբասող մարդիկ այդ նույն ջատագովությամբ մեզ կոչ էին անում անձնական կյանքը հարգել, իրենց ընտանիքի մասին չխոսել, թեպետ գիտեք, ինձ համար շատ կարևոր է, որ իմ երկրի առաջին ամենաերևացող ընտանիք լինի։ Օրինակելի ընտանիք։ Գոնե ֆասադային օրինակ։ Ես ինչքան ուզում է իմ Instagram-ում երիտասարդներին քարոզեմ ընտանիքի մասին որևէ բան, թեպետ ես այդ թեմայով քիչ եմ խոսում, տարիքս չի ներում, ես ինքս չունեմ ընտանեկան կյանքի փորձառություն,
Բայց շատ քահանաներ խոսում են, ինչքան ուզում են մենք քարոզենք քրիստոնեական ընտանիքի մասին։ Երիտասարդներն ինչ են տեսնում առավոտից իրիկուն։ Շատ վատ պատկեր են տեսնում։ Չափազանց վատ, որը ուղղակի ոնց բոլոր հարցերում միայն ընտանիքի չէ։ Ու Ով վատ թեմա սկսեցինք, անցանք լավ։ Անձնական կյանքիցդ ուզում ես առաջինը դու պատմի, որ չբանվաս են։ Ախր պատմելու բան պիտի լինի։ Всё, այս էլ սկիպ արեցիք։ Ես էլ եմ 40 տարեկան ծերքին անցած հաղորդման ինձ ամուսնացնում են, չհաջողվեցի ամուսնացնել, էդ էլ չստացվեց։ Համենայն դեպս վերադառնալով այդ հոգևորականների չխոսելու գործին, իրապես հոգևորականները դարեր շարունակ խոսել են, Աստվածաշնչում խոսել են, այսինքն մենք տեսնում ենք թե մարգարեներին, թե 5 կտակարանյան հոգևորականությանը, թե նոր կտակարանում տեսնում ենք, որ հոգևորականությունը ակտիվ զբաղված է իր հոտի, իր համայնքի կյանքի բոլոր շերտերով։ Դա շատ կարևոր է։ Որովհետև նախ բոլոր հասարակություններում կրոնականությունը ամենակիրթ, ամենապահպանողական, ամենահավասարակշռված շերտն է։ Եվ բոլոր լուրջ պետությունները Շատ ստրեսակայուն, իդեպ, այստեղ շատ հետաքրքիր է, հոգևորականները, երբ որ կար օրինակ այդ նույն գնդերեսների, հա, ֆունկցիան, պատերազմի դաշտում զինվորի կողքն են, խաղաղ կյանքում հոգեբանի դեր են կատարում, մոդերատորի դեր են կատարում, այդ միջանձնային հարաբերություններում կրիզիսային այդ կոնֆլիկտային իրավիճակները հանդարտացնելու դեր են կատարում, այսինքն այդ բազմաֆունկցիոնալությունը, որը կրում է հայ առաքելական եկեղեցու հոգևորականը, դու պետք է իսկապես այնքան պինդ ներսից ամուր լինես ինքդ, փսիխիկատ, հոգեբանությունդ այնքան ամուր լինի, հավատքդ այնքան ամուր լինի։ Դա ճեմարանական տարիներին է կոփվում։ Այո, երիտասարդ տարիքից այդ մարդիկ այնպիսի ստրեսականություն են ձեռք բերում, կրիզիսային իրավիճակներում պանիկայի մեջ չընկնել, միշտ ու արդյունքում մենք էլ իրանց նայում ենք, երբ որ հասկանում ես, որ խառնաշփոթ է շուրջը, այսպես մայակի պես բանն է դառնում քո համար հոգևորականը, որ նայում ես իրան, ասում ես, լավ, այս մարդիկ եթե պինդ են, կանգնած են, ես ով եմ չկարողանամ դա անել։ Օրինակ մայրաթոռում, հա, ես հիշում եմ, երբ որ եկան շրջիկ թափառախումբը արձակման, այդ միասին էինք այդտեղ, երբ որ սարսափելի այլանդական մարդկային բաները սկսեցին անել, ես լսում եմ, մենք դրսում էինք, ներս չկարողացանք մտնել, դրսում էինք կանգնած, ես լսում եմ ոնց է շարունակվում այդ պատարակը, այդ հանգիստ տոնով դրսում ուղղակի աներևակայելի պիղծ բաներ, դուրն են փորձում ջարդել, հայհոյում են, շիրիմաքարերի վրա են բարձրանում, այլանդակություններ են տեղի ունենում։ Դե ընդհանրապես վեհապարը բոլորիս, նաև հենց մեզ, որ գաղափարակից ենք եւ կանգնած ենք ի պաշտպանություն, վեհապարը դասավանդում է շատ հոգատար ուսուցչի նման դասավանդում է ինչ է նշանակում հավասարակշռություն։ Օրինակ կարող է չէ վեհապարը որ քարոզ խոսել, թե ինչ է նշանակում հավասարակշռություն։ Այմոտ տպավորությունն է, որ հենց այդ քարոզն եմ ես լսել վեհապարից, որովհետև իրականում այս ամիսների ընթացքում հենց իմ կյանքում շատ տարբեր իրավիճակներ եղան, որ ես հենց վեհապարից ընդօրինակած այդ հավասարակշռությամբ այդ իրավիճակներից շատ հանգիստ դուրս եկա։ Որովհետև ամբողջ մայրաթոռը վեհապար հայրապետը պահեց այդ հավասարակշիռ վիճակում եւ մենք տեսանք թե ինչպես եպիսկոպոսած հավաքը տեղի ունեցավ, ինչ հավասարակշռված արձագանք թողեց եւ բոլոր մայրաթոռի կոչերը ինչքան զուսպ ու հավասարակշռված են, այդ անզուսպ գորգորոցների, այդ այսինքն ինձ համար շատ կարեւոր մի հանգամանք կա, որ մեր գաղափարակից մարդիկ, ես չեմ սիրում ասել ընդդիմությունը, որովհետև մեր երկրում ըստ էության ամենամեծ ընդդիմությունը դա Նիկոլ Փաշինյանն է, որովհետև այն հախուռն նախանձախնդրությամբ, որով ինքն է ընդդիմանում իր իսկ ծրագրին, սկսած Արցախում Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիայից մինչեւ 1000 ու մի հարցեր, այսինքն մենք տեսնում ենք, որ իր ծրագիրը ինքը չի կատարել եւ ինչքան ուզում է խոսի դպրոցներից ու ինչ որ
հարցերից ինձ ծրագրի մեծամասնությունը կանադառնանք արդեն հետևաբար ընդդիմությունը այս երկրում Նիկոլ Փաշինյանն է